Բարև ձեզ։ Ինչպես հայտնի է, Հայաստանի կառավարությունը որոշել է իբրև թե հեռախոսների մաքսանենգ ներկրման դեմ պայքարի համար ներդնել բջջայինների վերահսկողության մի մեխանիզմ, երբ դրանք գրանցվում են պետական ինչ-որ համակարգով եւ այդ կերպ դրանից դուրս մնացած որևէ հեռախոս պարզապես չի աշխատի Հայաստանում։ Այս մեխանիզմը կիրառվում է մի շարք երկրներում, բայց նաև նշենք, այդ երկրների շարքում չկան այսպես ասած դեմոկրատական համարվող երկրներ։ Թեպետ այսօր իհարկե առհասարակ մեծ հարց է, թե նույնիսկ դեմոկրատիայի անունից հանդես եկող երկրները արդյոք այդպիսին են թե ոչ։ Եվ անգամ այդ երկրների ներսում կա բանավեճ նրանց միջև, որ դեմոկրատիայի անունից պարզապես արդեն ներդրվում են ոչ դեմոկրատական մեխանիզմներ, բայց դա թողնենք։ Եվ նույնիսկ առհասարակ թողնենք, թե ուրիշ որ երկրներում են կիրառվում այդպիսի վերահսկողություններ եւ մեխանիզմներ։ Մեր հասարակությունն ընդհանրապես պետք է գնահատի այս երկրում տեղի ունեցողը իր գիտակցության եւ պատկերացումների պրիզմայով, իր արժեքների եւ մտածողության պրիզմայով։ Եվ հետեւաբար հարց է առաջանում, արդյոք մեր մտածողությունը թույլ է տալիս, որպեսզի Հայաստանի հասարակությունը գտնվի պետական տոտալ վերահսկողության ներքո կամ պետության անունից իշխանության տոտալ վերահսկողության ներքո։ Եվ այս առումով իհարկե հասարակության մեծ մասը այս օրերին բավականին նկատելի դժգոհություն է արտահայտում կառավարության այս մտադրության առնչությամբ, մեղմ ասած կասկածելով, թե սա իրականացվում է մաքսանենգության դեմ պայքարի տրամաբանությամբ։ Ավելի շուտ կա համոզում, որ մաքսանենգությունը հեռախոսների իբրև թե մաքսանենգ ներկրման խնդիրը պատրվակ է պարզապես բջջայինների վերահսկողության միջոցով հասարակության հանդեպ վերահսկողությունը ուժգնացնելու համար։ Վերջին հաշվով, եթե կա հեռախոսների այդքան մտահոգիչ մաքսանենգություն, ապա դրա համար կա հարկատուների փողերով աշխատող, գործող մաքսային ծառայություն, սահմանապահ ծառայություն, իրենց օպերատիվ հետախուզական հնարավորություններով, որոնց նպատակն է սահմանին կանխել մաքսանենգությունը ոչ միայն հեռախոսների, այլ առհասարակ ցանկացած ներկրման եւ առհասարակ ցանկացած ապօրինություն Հայաստանի Հանրապետության սահմաններին։ Եվ եթե պետությունը մտադիր է մշակել ինչ-որ մեխանիզմ, որը կենտրոնացված Երևանյան ինչ-որ գրասենյակից պետք է վերահսկի մաքսանենգ հեռախոսներին, ապա սա նշանակում է, որ հարկատուների փողով աշխատող մյուս մեխանիզմը գործնականում չի աշխատում։ Վերադառնալով վերահսկողության թեմային, շատ հասկանալի է, որ հասարակության մոտ այս հանգամանքը պետք է առաջացներ դժգոհություն, պետք է առաջացնի ընդվզում։ Հասարակության առաջատար խմբեր, մասնագետներ, տարբեր փորձագետներ ներկայացրեցին խնդիրը, շարունակում են ներկայացնել եւ դա բնականաբար բերում է հասարակության դժգոհության եւ վրդովմունքի։ Բայց այստեղ կա նաեւ մի զարմանալի երևույթ։ Խորհրդանի ընտրությունից առաջ իրավապահ կառույցները հրապարակում էին տարբեր ձայնագրություններ քաղաքացիների հեռախոսազրույցների, գաղտնալսումներ, որոնք հետո դառնում էին քրեական գործերի հիմք, իբրև թե ընտրակաշառքի մեղադրանքով։ Այդ ձայնագրությունները, գաղտնալսումները որևէ կերպ չէին հիմնավորվում, այլ կերպ ասած, որևէ փաստական համոզիչ բացատրություն չէր ներկայացվում, թե ինչ իրավական հիմքով են դրանք տեղի ունեցել։ Տեղի էին ունեցել տասնյակ, հարյուրավոր, գուցե հազարավոր քաղաքացիների նկատմամբ, որոնք այս կամ այն կարգավիճակով ներգրավված են եղել ընդդիմադիր ուժերի կազմակերպական աշխատանքի շրջանակում։ Եվ այդ մարդկանց հանդեպ օգտագործելով այդ ձայնագրությունների, գաղտնալսումների գործիքը, փաստացի նրանց դեմ հարուցելով քրեական գործեր, ջլատվեց ընդդիմադիր ուժերի կազմակերպական ներուժը մի զգալի մասով։ Բայց այստեղ կար հենց մտահոգիչ մյուս երևույթը։ Փաստացի երկրում կարող էր լինել առանց ծանրակշիռ իրավական հիմքի եւ հիմնավորման համատարած գաղտնալսումների երևույթ։ Եվ այս երևույթը հասարակության մոտ չառաջացրեց այն ծավալի դժգոհություն, որ հիմա օրինակ առաջացրել է այս բջջայինների պատմությունը։ Ընտրությունից հետո եղավ մեկ այլ երևույթ կամ մեկ այլ հայտարարություն մտահոգիչ եւ խիստ վտանգավոր մեկ այլ երևույթի մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց,
օդանավակայանից Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ այդ հայտնի տեսանյութի առնչությամբ, թե ԱԱԾ աշխատակիցն է որոշում իր ունեցած ինֆորմացիան հանրայնացնել, կազմակերպել դրա արտահոսք, թե ոչ։ Փաստացի ոչ թե օրենքը եւ իրավունքը, ոչ թե օրինակ սահմանադրությունը, այլ նշանակովի պաշտոնյան վարչապետը օժտում է ԱԱԾ աշխատակիցներին իրենց ձեռքի տակ եղած ինֆորմացիան, քաղաքացիների վերաբերյալ ինֆորմացիան, որ նրանք ձեռք են բերում ծառայական դիրքից ելնելով, ըստ հայեցողության հանրայնացնելու իրավունքով։ Այդ իրավունքով վարչապետը օժտում է ԱԱԾ աշխատակիցներին։ Այս երևույթի վերաբերյալ ևս չեղավ հանրային այն ծավալի մտահոգություն եւ արձագանք, առաջատար ամենալայն խմբերում, փորձագիտական շրջանակներում եւ այլն, ինչպես օրինակ այս բջջային պատմության դեպքում։ Մինչդեռ այս երևույթները, որ նշեցի, ձայնագրություններ, գաղտնալսումներ, հետո ԱԱԾ աշխատակիցներին այդպիսի կամայական իրավունքով օժտելու քաղաքական հայտարարություն, այդ երևույթները ոչ միայն պակաս մտահոգիչ չեն հանրության հանդեպ տոտալ վերահսկողության միջավայր ձևավորելու տեսանկյունից, այլ ավելին, դրանք շատ ավելի մտահոգիչ են, շատ ավելի խիստ տագնապալից, որովհետև այդ երևույթները գործնականում գոյություն ունեն կամ գոյություն կարող են ունենալ հետնաբեմային, անվերահսկելի, անկառավարելի, անչափելի տրամաբանությամբ։ Եվ դրանք իրենց խորքում, կրկնեմ, շատ ավելի վտանգավոր են հասարակության հանդեպ տոտալիտար կամ ավտորիտար վերահսկողություն հաստատելու հեռանկարի առումով։ Բայց մենք տեսնում ենք, որ դրանց հանդեպ հանրային օրգանիզմի արձագանքը իր ծավալով եւ իր սրությամբ մեղմ ասած համեմատելի չէ այն արձագանքի հետ, որ կա բջջայինների պարագայում։ Սա ամենևին այն մասին չէ, որ բջջայինների այս պատմությունը իրականում այդպիսի արձագանքի կարիք չուներ կամ առիթ չէր եւ այլն։ Ոչ, այդ արձագանքը պետք է լինի եւ լավ է, որ կա, եւ շատ կարեւոր է հասկանալ իհարկե, թե հասարակությունը արդյոք իր դժգոհությունը կարող է կապիտալիզացնել եւ կազմակերպել այնպես, որ կառավարությունը վերջին հաշվով հրաժարվի այս կերպ վերահսկողության մեխանիզմ հաստատելու իր մտադրությունից։ Սա դեռ պետք է տեսնել։ Բայց ինքնին, որ կա դժգոհությունը, որ կա վրդովմունքը եւ բավականին տեսանելի ու լայն շրջանակով, սա շատ կարեւոր է։ Բայց կրկնեմ, այս ամենը որոշակիորեն զարմանալի է վերը նշածս այն երևույթների նկատմամբ հանրային գրեթե լռության պարագայում։ Համենայն դեպս այդ ավելի մտահոգիչ, իրենց խորքում առավել վտանգավոր երևույթների հանդեպ հասարակական օրգանիզմը, առաջատար խմբերը, փորձագիտական լայն շրջանակները չտվեցին, չձևավորեցին նույն ծավալի արձագանք, նույն ծավալի դժգոհություն։ Եվ սա վտանգավոր է այն տեսանկյունից, որ խոսում է հանրության ինքնապաշտպանության բնազդի, ինքնապաշտպանության գիտակցման բավականին խնդրահարույց վիճակի մասին։ Հանրային ինքնապաշտպանության այդ բնազդը, գիտակցումը անկասկած կարևորագույն մի հատկանիշ է ցանկացած հասարակության համար։ Մեզանում այս համեմատությունը, որ ես անցկացրի, ցույց է տալիս, որ իրականում այդ բնազդը գտնվում է զգալիորեն բթացված, մանիպուլացված մակարդակում։ Այն արթնանում է, երբ խնդիրը առնչվում է անմիջականորեն հնարավորինս լայն քաղաքացիների անմիջական մաշկին, տվյալ դեպքում իհարկե բջջային հեռախոսին, բայց անմիջականորեն տվյալ քաղաքացուն։ Եվ կապ չունի դրա վտանգավորության խորության աստիճանը։ Եվ ես մատնացույց արեցի, որ իրենց վտանգավորությամբ շատ ավելի մեծ տագնապի առիթ տվող երևույթների հանդեպ չկար հանրային մեծ արձագանք եւ դժգոհություն, որովհետեւ այդ երևույթները առնչվում էին հնարավորինս սեղմ շրջանակի մարդկանց։ Բոլորին չէ, որ անմիջականորեն առնչվում էին, այլ տվյալ պահին գաղտնալսվածներին, տվյալ պահին հետապնդվողներին, կամ տվյալ պահին օդանավակայանի անցագրայինի այդ տեսանյութի այսպես ասած հերոսին, որը այդ առումով երկրորդ նախագահն էր։
Եվ քանի որ անմիջականորեն քիչ էր կամ սեղմ էր այն մարդկանց շրջանակը, որոնց մաշկին մոտ էր, դիպչում էր այդ նշածս երևույթը կամ երևույթները, դրանց հանդեպ հանրային արձագանքը, դժգոհությունը, վրդովմունքը մեծ չէր, թեպետ իրենց խորությամբ, կրկնեմ, դրանք մի քանի անգամ ավելի վտանգավոր երևույթ են ավտորիտար, տոտալիտար վերահսկողության միջավայր ձևավորելու ռիսկի եւ հեռանկարի տեսանկյունից։ Եվ սա է, ինչպես նշեցի, որ խոսում է այն մասին, որ մեր հասարակության ինքնապաշտպանական բնազդը կամ գիտակցումը գտնվում է բավականին բթացած ռեժիմում եւ արթնանում է, երբ պարզապես որևէ խնդիր աչք է ծակում, այլ կերպ ասած արթնանում է ֆիզիկական շփումից եւ ոչ թե բովանդակային եւ մտածողական ազդակներից։ Իսկ սա իմ գնահատմամբ խնդիր է, որովհետև միշտ չէ, որ ռիսկերը եւ մարտահրավերները այս տեսանկյունից կրում են պարզապես ֆիզիկական բնույթ կամ տրամաբանություն։ Ավելին, լրջագույն մարտահրավերները հատկապես այսօրվա, այսպես ասած, հիբրիդային դարում հեռու են այդ ֆիզիկական դրսևորումներից եւ սովորաբար իրականացվում են առանց անմիջական կոնտակտային տրամաբանության։ Եվ եթե հասարակությունը չունի ինքնապաշտպանության բնազդի կամ գիտակցման այն ռեժիմը, որը թույլ է տալիս ախտորոշել կամ արձանագրել ռիսկերը եւ մարտահրավերները ոչ կոնտակտային մակարդակում, ապա կոնտակտային ռիսկերը արդեն կարող են նույնիսկ կատարել որոշակի շեղող դեր։ Երբ պարզապես անգամ պրոֆիլակտիկ մակարդակում կարող է կիրառվել այդ ֆիզիկական աչք ծակելու կամ մաշկ ծակելու տրամաբանությամբ որևէ գործողություն, իսկ արդեն առավել պրակտիկ զարգացումները ծավալվեն այլ հիբրիդային տրամաբանությամբ առանց անմիջական լայն կոնտակտային շրջանակի։ Եվ ահա այս տրամաբանությամբ հասարակությունները դանդաղ կարող են գլորվել ամբողջատիրական կամ ավտորիտար վերահսկողության փոսը։ Այստեղ է ըստիս խնդիրը եւ այս խնդրի վերաբերյալ թերևս պետք է մտորել։ Եվ այստեղ անելիք ունեն հասարակության առաջատար խմբերը ոչ միայն քաղաքական իմաստով, այլ նաեւ հասարակական տրամաբանությամբ, փորձագիտական շրջանակներ, որպիսի հասարակության մոտ վերականգնվի ինքնապաշտպանության հնարավորինս լիարժեք բնազդ եւ գիտակցում այս երևույթներից ինքնապաշտպանության եւ խոսքը իհարկե ֆիզիկական ինքնապաշտպանության մասին չէ, հակառակը, հենց մտավոր իրավիճակի գնահատման մտավոր կարողությունների շրջանակը ընդլայնելու հնարավորությունների մասին, որպիսի հնարավոր չլինի հասարակությանը ենթարկել մանիպուլյացիայի տարատեսակ հնարքներով եւ որպիսի հասարակությունը կախված չլինի մարտահրավերների միայն ֆիզիկական զգացողության սահմանից։